Տիկին Ստեփանյան, խոսենք օրեր առաջ ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցած միջադեպի մասին, Լևոն Քոչարյանի պահվածքի մասին եւ առհասարակ այն մթնոլորտը, որը ստեղծում է ընդդիմությունը ամեն անգամ ինչ որ միջադեպ հրահրելով։ Շնորհակալ եմ հարցի համար, իսկապես այս խնդիրը եւս մեկ անգամ քննարկման անհրաժեշտություն ունի, ոչ միայն հետագայում նման միջադեպերից խուսափելու համար, այլ նաեւ այն տեսանկյունից, որ հանրությանը պետք է ներկայացնել ամեն ինչ, քանի որ հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների ֆինանսական կամ կողմնապահական կամ գուցե հենց քաղաքական պատկանելությունը դրվագային է ներկայացվում, որից հանրությունը շատ հնարավոր է, որ ճիշտ հետևություններ չանի, ինչից սկսեց ամեն ինչ, ինչպես տեսանք այս շաբաթ քառօրյայի ընթացքում իրավապահ համակարգի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներ էին եւ ինչպես կարելի էր ենթադրել քաղաքական ընդդիմության, մասնավորապես Հայաստան դաշինքի վարքագծից, քանի որ պատիվ ունեմը հիմնականում չէր մասնակցում բացառությամբ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանից, որը իրեն հետաքրքրող, իր կողմից կարևորվող հարցեր ներբարձրացնում, տեսեք, հետաքրքիր վարքագիծ դրսևորեց Հայաստան դաշինքը։ Օրինակ Հայաստան դաշինքի որևէ պատգամավոր չգրանցվեց, երբ որ մենք քննարկում էինք հակակոռուպցիոն դատարանի տարեկան հաղորդումը, քննչականի ժամանակ 1-2 հարցեր հնչեցին նրանց կողմից, որոնք հիմնականում ունեին պոպուլիստական բնույթ եւ իրականություն, այսպես ասած, չէին ընդգրկում եւ նրանք բոլորը միասին գրեթե ամբողջ կազմով հերթագրվել են մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի ժամանակ, ինչու սա եւս ուներ իմ գնահատմամբ շատ հստակ նպատակ, քանի որ ազգային ժողովում տեղի ունեցող յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր process դիտարկվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության կողմից, այլ նաեւ մեր միջազգային գործընկերների, եվրոպական երկրների կողմից, նրանք փորձում էին ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունը լավ չի կազմակերպվում իբր եւ Նաև սրանով են փորձում հավասարության նշան դնել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին եւ մասնավորապես 18-ի հեղափոխությունից հետո տիրող իրավիճակի հետ։ Ես ցավով եմ արձանագրում, որ ցավոք մեր գործընկերներն էլ տրվեցին մի փոքր սադրանքի, չնայած ես կարծում եմ սրանից կարելի էր խուսափել։ Պարզապես երբ որ ազգային ժողովում քաղաքական խնդիրներ, քաղաքական հակասություններ, քաղաքական տարաձայնություններ, իրավիճակային հարցեր քննարկելու ժամանակ, երբ որ ազգային ժողովում հնչում է սեռական բնույթի հայհոյանք, ցավոք շատ դժվար է զսպել էմոցիաները, շատ դժվար է զսպել համապատասխան արձագանքը, ինչին որ մենք ականատես եղանք։ Արդյոք խնդիրը դա է ապօրինի գույքի բռնագանձման մասին երբ խոսք գնաց, անմիջապես դրանից հետո ընդդիմադիրները սկսեցին ավելի ագրեսիվ վարքագիծ դրսևորել, դուք ինչ կարծիքի եք։ Միանշանակ այդպես է, եւ եթե մենք 1-2 տարի հետ գնանք, երբ որ նախագիծներ քննարկում դեռևս ազգային ժողովում, ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված, մինչև այդ ընդդիմադիր падգամավորների վարքագիծը իհարկե չէր կարելի ողջունել կամ ասել, որ դրանք կառուցողական էին, բայց հատկապես դրանք սրվեցին այս նախագծից հետո, եւ եթե նրանք իսկապես շահառու չեն, իսկ նրանցից յուրաքանչյուր երկրորդը թերևս այս նախագծի շահառու է եւ ինչպես կարելի է տեսնել դատախազի տարեկան հաղորդումից, նրանցից շատերը արդեն ասում են, մյուսները հերթի մեջ են եւ կանցնեն, ի վերջո իրանք են դիմել սահմանադրական դատարան եւ եթե խնդիր չկա թալանածը պաշտպանելու եւ եթե խնդիր չկա թալանածը քաղաքացիներին եւ պետությանը վերադարձնելու, ապա հատկապես ինչն էր դրդապատճառը, որպեսզի նրանք դիմեին սահմանադրական դատարան։ Այն դեպքում, երբ խոսքը պետության մասին է, երբ խոսքը հանրային պատկանելության մասին է, երբ խոսքը քաղաքացիներին, երեխաներին պատկանող դպրոցների, մանկապարտեզների, մշակութային տների, կիսակառույցների, նախկինում գործող հսկայական գործարանների շինությունների մասին է, բայց ինչն է խնդիրը, որ նրանք կանգնեն կառավարող ուժի կողքին եւ իսկապես պետությանը պատկանողը հետ վերադարձնեն պետությանը։ Ձեր գործընկեր Արսեն Թորոսյանը իր Facebook-յան էջում գրել է, որ քաղաքական վենդետա լինելու է։ Ինչ նկատի ունի նա։ Հենց նկատի ունի քաղաքական վենդետան, քանի որ հեղափոխության օրերին վարչապետը բազմիցս նշել է, որ վենդետա չի լինելու, քանի որ յուրաքանչյուր անգամ Հայաստանի Հանրապետությունում, երբ որ իշխանությունը փոխվում էր, իսկ դրանք կարելի ասել, առաջին նախագահի ղեկավարման տարիները 7-7.5 տարի էին, յուրաքանչյուր 10 տարի հետո մենք ցավոք ականատես ենք եղել վենդետաների, արյունոտ վենդետաների, որոնք
եթե քաղաքականության մեջ են կամ քաղաքական շահերով պայմանավորված են, սովորաբար անվանում ենք քաղաքական սպանություններ կամ քաղաքական ձերբակալություններ։ Մեր քաղաքական ուժի առաջնորդը 18 թվականից հետո բազմիցս կրկնել է ամեն առիթով, որ վենդետաներ չեն լինելու, որ սա թավշյա ոչ բռնի հեղափոխություն է, սրանով նաև ինչ որ առումով կոչ է արել, որպեսզի մեկտեղենք, համատեղենք մեր ուժերը, այնինչ տեղի է ունեցել անցյալում, թողենք անցյալում, հաշվի առնելով Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները, թե ներքին, թե արտաքին առումով, թե արտաքին քաղաքականության առումով, թե միջազգային գործընթացները, գլոբալ խնդիրները ռեալ գնահատելու եւ դիրքավորվելու առումով, մենք բոլորս մեր ջանքերը, ռեսուրսները մեկտեղենք մեր երկրի զարգացման համար։ Ցավոք, ինչպես մենք տեսանք, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, թե դրան հետևող իրադարձություններից հետո, թե 21 թվականի արտահերտ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ինչեր էին տեղի ունենում եւ դրանից հետո այն ինչ որ տեղի է ունենում արդեն Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, ցավոք մեր ընդդիմությունը մեզ այլ տարբերակ չի թողում, քան քաղաքական վենդետաների եւ առաջիկայում կտեսնենք, եթե լինեն ինչ որ խնդիրներ, ապա այս անգամ մենք շատ ավելի կոշտ կլինենք թերևս նրանց արձագանքելու առումով բացառապես քաղաքական դաշտ։ Խոսենք նաև Մերձավան բնակավայրի դպրոցի ուսուցչուհու հետ տեղի ունեցածի մասին։ Այս շատերը կարծում են, որ խնդիրը շատ ավելի խորքային է, շատ ավելի մեծ խնդիր բացահայտվեց, քան կրթականն է, ինչ բնորոշում կտաք։ Տեսեք, հայ ժողովուրդը երևի աշխարհում այն եզակի ժողովուրդներից է, որ հատուկ վերաբերմունք ունի կրթության նկատմամբ։ Եթե նայենք մեր պատմությանը, սկսած այն թվականներից, երբ որ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը, թարգմանվեցին գրքեր, եկեղեցիներին կից մենք միշտ ունեցել ենք դպրոցներ, պարբերաբար կրթությունը շատ կարևորվել է մեր ժողովրդի կողմից եւ բացառություն չէ նաեւ ժամանակակից դարում ապրող հայ ժողովուրդը, որ ուսուցչին եւ հատկապես դպրոցը եւ կրթությունը հասցրել է պաշտամունքի եւ տեսեք ես բաց դաշի շրջանակներում երբ որ տարբեր դպրոցականներ կամ ուսանողներ են գալիս մեր հետ հանդիպման եւ խոսում են թե արդյոք падգամավոր լինելը լավ բան է, ինչ պետք է անել падգամավոր դառնալու համար, ես դարձյալ կարևորում եմ կրթությունը, դասախոսությունը, ուսուցչությունը, նշելով, որ օրինակ Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 1-ը նշվում է որպես կրթության օր, հոկտեմբերի առաջի շաբաթվա վերջին ուրբաթ օրը նշվում է որպես ուսուցչի օր, բայց օրինակ չկա ազգային ժողովի падգամավորի օր կամ օրենսդիրի օր, ինչը գուցե լավ է, գուցե վատ է, բայց ցուցիչ է, թե հայ ժողովուրդը ինչ վերաբերմունք ունի կրթության եւ դպրոցի նկատմամբ, եւ սրանով պայմանավորված տարիներ շարունակ մենք միշտ խոսել ենք դպրոցի կարևորության մասին, կրթության կարևորության մասին, ուսուցչի դերի մասին, սովորողի պարտավորությունների մասին, բայց զուգահեռաբար անտեսել ենք, գուցե գիտակցաբար, գուցե անգիտակցաբար, չենք խոսել այն խնդիրների մասին, որ այսօր ունի դպրոցը եւ միշտ ունեցել է, իսկ խնդիրների մասին, երբ չես խոսում, դրանք իրենք իրենց չեն վերանում, որովհետեւ կան խնդիրներ, որոնք գուցե դրվագային լուծումներ են պահանջում, կան խնդիրներ, որոնք ինստիտուցիոնալ լուծումներ են պահանջում, կան խնդիրներ, որ վերաբերմունքի տեսանկյունից են լուծում պահանջում, կան որ համակարգային են պահանջում։ Ես կարծում եմ, որ ժամանակն է, որպես մենք նաև խոսենք դպրոցում եղած խնդիրների մասին, մինչ падգամավոր դառնալիս ես երկար տարիներ աշխատել եմ կրթության ոլորտում եւ ուսուցիչների հետ, տնօրենների հետ վերապատրաստման շրջանակներում ես միշտ մի տեստ եմ իրականացնում, երբ որ մենք երեխաների իրավունքներին էինք անդրադարձ կատարում, տեստը խորհրդանշական ես անվանել եմ 36.6, դա այն ջերմաստիճանն է, որի ժամանակ մարդ արարած է իրեն զգում է լավագույնս։ Եվ եթե այդտեղից շեղումներ կան, նշանակում է օրգանիզմը պայքարում է ինչ-ինչ խնդիրների դեմ։ Եվ այդտեղ բնականաբար հարցեր էին տրված երեխաների իրավունքից, որոնց եթե բոլորին ճիշտ պատասխանեին, վերջնագումարը կլիներ 36.6։ Դա կնշանակեր, որ դպրոցում երեխաների իրավունքները, կրթության կազմակերպումը, ուսուցիչների դերը գտնվում են հենց այն դիրքում, որը որ պահանջվում է ըստ ազգային օրենսդրության։ Ցավոք, ես երկար տարիների վերապատրաստումներից հետո այդպես էլ չեմ ունեցել որևէ լսարան, որ որևէ ուսուցչի մոտ տեստը լրացնելուց հետո մենք ստանայինք 36 միավորը, որտեղ միշտ կային պակաս բաներ։ Բնականաբար ես վերջում ասում եմ ինչու է տեստի անունը 36.6 եւ հատկապես ինչն է խնդիրը եւ բոլորը ասում էին իսկապես դպրոցում կան խնդիրներ եւ մենք պետք է խոսենք այդ խնդիրներից։ Այստեղ երևի հարցը ձևակերպումների մեջ է եւ կարելի է օրինակ ինչ որ մի դրվագը, ցավոք, այս դեպքում նշենք Մերձավանի բավականին տհաճ, մեզ ոչ հարիր, մեր վարքագծին ոչ հարիր, ուսուցիչների նկատմամբ ոչ ճիշտ վերաբերմունքի օրինակով պետք է ասեմ, բայց գուցե հենց սա լինի այն մեկնարկը, որը մեզ հնարություն կտա իսկապես խոսել, որ
այո, մենք դպրոցում ունենք խնդիրներ։ Իսկ այստեղ քաղաքական կոմպոնենտ տեսնում եք միջադեպի մեջ։ Նաև տեսնում եմ քաղաքական կոմպոնենտ, բայց քանի դեռ չկան հստակ ապացույցներ, ես մի քիչ այսպես չեմ պնդի իմ ասելիքը։ Ցավոք ամեն ինչ, երբ որ շատ խորան մեզ ունի քաղաքական կոմպոնենտ, քաղաքական ենթատեքստ, ես աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովից եմ, այ հիմա երբ որ արցախցիներին հրահերում են մեր քաղաքական դաշտի գործընկերները, հա, այսպես ներքաշում են իրենց process-ների մեջ, թվում է թե առաջին հայացքից խնդիրը սոցիալական է, բայց դա միայն առաջին հայացքից։ Իրականում այդտեղ շատ խորը քաղաքական շերտեր կան, ենթաշերտեր կան, որոնք բացվում են, սակայն դարձյալ լուծվում են ի օգուտ, ի նպաստ ոչ միայն շահառուների դեպքում արցախցիների, այլ նաև կառավարող ուժի։ Ես վստահ եմ, որ նաև Մերձավանի դպրոցի դեպքը հնարավորություն կտա մեզ հասկանալու որքանով էր խնդիրը կրթական, որքանով էր խնդիրը վարքագծային կամ որքանով էր խնդիրը քաղաքական, բայց որ քաղաքական կոմպոնենտ ուներ խնդիրը, դա միանշանակ։ Նշեցիք, որ նաև կրթական ոլորտում եք աշխատել, ես կխնդրեմ նաև անդրադառնանք Մղջանի դպրոցում թմրանյութերի հետ կապված այդ 9 տարեկան երեխաներին կախվածության մեջ գցելու հետ կապված միջադեպին, արդեն կան ձերբակալված 4 հոգի, ինչ պետք է անել, որ նման բաներ չլինեն։ Ես քիչ առաջ իմ խոսքում նշեցի, որ կրթության մեջ եւ ընդհանրապես հասարակության մեջ կան խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայն խոսել, եթե մենք իրապես ուզում ենք, որպեսզի այդ խնդիրները երբևէ լուծվեն։ Այստեղ շատ, տեսեք, դպրոցում են տեղի ունեցել դեպքը, բայց եկեք մի բան ճշտենք։ Ըստ օրենսդրության երեխան իր հիմնական խնամքը եւ դաստիարակությունը ստանում է ընտանիքում։ Դպրոցը պատասխանատու է երեխայի առումով կրթության տեսանկյունից բոլորովին այլ նպատակներ եւ խնդիրներ լուծելու համար, բայց խնամքը եւ դաստիարակությունը իրականացվում է ընտանիքում։ Հետևաբար, այսպես որևէ մեկին նախապես չթիրախավորելով կամ մեղադրանքի սլակները չուղղելով, ես կարծում եմ, որ ծնողները հատկապես պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն։ Ես հասկանում եմ, որ այսօր ծնողները ստիպված են աշխատել ավելին քան 8 ժամ, այսօրվա կյանքը թերևս իր բովանդակությամբ կամ իր պահանջներով մի քիչ ավելի տարբերում է, օրինակ, երբ որ մենք էինք երեխա եւ մեր ծնողներն էին աշխատում, բայց սա բոլորովին չի նշանակում, որ երեխաներին պետք է այսպես թողել բացարձակ ինքնուրույնության, որտեղ տարիքով էլ պայմանավորված այդ երեխաները չեն կարող լինել ինքնուրույն։ Եվ մենք բազմիցս տարբեր կոնվենցիաներ ենք ընդունում։ Այ կհիշեք, երբ որ մենք Լանզարոտեի կոնվենցիան էինք ընդունում երեխաների պաշտպանության տեսանկյունից, ազգային ժողովում ինչ խայտառակ քննարկումներ էին, թե դպրոց եք մտցնում սեռական կրթություն։ Բայց երբ որ մենք նայում ենք մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումները, դատախազությունը, քննչական կոմիտեի հսկայական տեղ են գրավում հատկապես սեփական ընտանիքի անդամների կողմից սեռական բռնության դեպքերը։ Սա խոսում է մի բանի մասին, որ մենք ժողովուրդ ջան, մենք ունենք այս խնդիրը մեր երկրում։ Ինչքան էլ ասում ենք ինչ անում ենք հանուն երեխաների ենք անում, բայց կներեք շատ հաճախ մենք մեր երեխաներին որպես միջոց ենք օգտագործում։ Եվ այս դեպքերը պետք է հանրայնացվեն, այո, իհարկե պաշտպանելով երեխաներին թիրախավորումից, անձնային անվտանգային խնդիրները համակարգը նաև պաշտպանելու, բայց մենք պետք է խոսենք այս ամենի մասին։ Հիմա տեսեք, այս դեպքում խոսքը 9 տարեկան երեխաների մասին եւ 14 տարեկան երեխաների մասին է։ Միանգամից տարիքային առանձնահատկությունից ելնելով արդեն հասկանում ես 9 տարեկան երեխայի վարքագիծը արդյոք որևէ կերպ չի հրավիրել ծնողի ուշադրությունը, արդյոք ծնողների մոտ կամ ընտանիքի այլ անդամների մոտ ինչ որ տարակուսելի հարցեր կամ կասկածելի հարցեր չեն առաջացրել։ Գալով 9 տարեկան երեխաների վարքագիծը դպրոցի տեսանկյունից, ես կարծում եմ, որ այս տարիքում երեխաները դեռևս գտնում են տարական դպրոցում, այսինքն գրեթե բոլոր առարկաները դասավանդվում են դասվարի կողմից, միևնույն ուսուցչի կողմից։ Այս դեպքում միթե վարքագծային առումով որոշ խնդիրներ չի նկատել ուսուցիչը եւ չի հեռաձայնել կամ կապ չի պահպանել ծնողների հետ։ Գալով 9-րդ դասանի երեխաներին խոսքը 14-15 տարեկան երեխաների մասին է եւ նրանք կրթության բերումով էլ, հա, այս համակարգչային դարում պետք է որ հստակ հասկանան ինչ է թմրանյութը, ինչ է կախվածությունը, ինչ է նշանակում դրանից կախվածության մեջ ընկնել եւ այլն։ Նաեւ պատասխանատվության աստիճանը եւ իբնե պետք է որ նրանք նույնիսկ ինչ որ կերպ կանխարգել են կամ ինչ որ անծանոթ մարդկանց նկատելով իրենք բարձրաձայնեն կամ պաշտպանեն իրենցից փոքր երեխաների իրավունքները, բայց այստեղ մենք բոլորովին այլ պատկերն ենք տեսնում։ Բնականաբար դեպքերից եւ իրադարձություններից առաջ չընկնելով, հաշվի առնելով նաեւ մեր այս հարցազրույցը պարզապես կոչ եմ անում կրթական գործընթացի մասնակիցներին, թե սովորողներին, թե սովորողի ծնողներին, թե դպրոցին, թե ուսուցչական անձնակազմին եւ թե համայնքին
ել ավելի մեծ ուշադրություն դարձնել երեխաներին եւ ել ավելի մեծ շեշտադրում անել դպրոցում մասնավորապես քաղաքացիական կրթությանը։ Շատ լավ է, որ երեխաները տիրապետում են հայոց գրականության տարբեր նյութերի կամ հրաշալի են սերտում ուղղագրությունը կամ հրաշալի են պատրաստում հայոց պատմության կամ համաշխարհային պատմության դասերը, բայց շատ կարևոր է նաև քաղաքացիական կրթությունը, որովհետև եթե մենք սրանից դուրս չգանք, մենք քաղաքացիական պատասխանատվությամբ շրջանավարտներ, իսկ հետո նաև լիիրավ քաղաքացիներ չենք ունենա։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։